Դատարանը պարտադրում է Թրամփը պետք է կերակրի ժողովրդին բառի ուղիղ իմաստով։ Սնեփ նպաստները վերադառնում են, բայց դատական կռիվը դեռևս եփվում է արդեն Գերագույն դատարանում։ Օդային երթևեկության վերահսկիչներն առանց աշխատավարձի, իսկ ուղևորներն առանց թռիչքի, շատերի համար թռիչքները փակ են, ինչպես եւ կառավարությունը։ Վետերանների օրն է անգամ նշվում լռությամբ, միայն կենտրոնական մի քանի շքերթ, շատ դեպքերում առանց նվագախումբ, միայն հարգանքի պարտք եւ քաղաքական վակուում։ Մայրերն են դուրս եկել բողոքի, այսի ներխուժումը մանկապարտեզ երեխաների աչքի առաջ դարձավ սիմվոլ, երբ մայրերը կանգնեցին օրենքի դիմաց, սեփական երեխաների անունից։ Զանգ երեխաների համար, այսը բացում է զանգերի կենտրոն գտնելու առանց ծնողների միգրանտներին, քննադատները սա անվանում են հսկողության չարդարացված տարբերակ։ Պաշտպանության նոր ոճ, արագ, ոչ կատարյալ, բայց մահաբեր։ Հեքսեթը փոխում է Պենտագոնի կանոնները, պատերազմի ռեժիմ առանց սպասելու, նոր զենքերը ոչ թե տարիներով, այլ ամիսներով։ Թրամփը խոստանում է վերջ տալ պատերազմին, Օրբանն ասում է, Եվրոպան դեռևս չի հասկացել, որ Կիևը հրաշքով է շնչում, դաշնակիցներ տարբեր պատճառներով։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ եւ ինչպես միշտ պատրաստել եմ հավաստի, ամփոփ ու անաչառ լրատվական շարք։ Սնեփ-սնետային օգնության շուրջ լարվածությունը մեծացել էր այսօր։ 3 դաշնային դատավոր Ջոն Մաքքոնելը հրահանգել էր Թրամփի վարչակազմին ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ վճարել շահառուներին, մինչև ուրբաթ օրվա ավարտը։ Արագացված կարգով վարչակազմը դիմել էր վերաքննիչ դատարան արգելափակելու որոշումը։ Նախքան այդ արդեն 3 գիշերը շատ նահանգներում սկսվել էին ամբողջական վճարումները։ Օրվա ընթացքում մի պահ կանգ էր առել գործընթացը, բայց երեկոյան մի շարք նահանգների բնակիչներ սկսեցին կրկին ստանալ իրենց ամբողջական Սնեփ սննդային օգնությունը։ Վերաքննիչ դատարանը մերժեց նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքը, սակայն այսքանով էլ չավարտվեց գործընթացը։ Երբ դատարանը մերժեց այդ խնդրանքը, Թրամփի վարչակազմը անմիջապես դիմեց ԱՄՆ Գերագույն դատարան։ Սնեփ ծրագիրը օգնում է ԱՄՆ բնակչության շուրջ 1/8-ին, հիմնականում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Նահանգներից մի քանիսը Կալիֆոռնիան, Վիսկոնսինը, Կանզասը, Նյու Ջերսին եւ Փենսիլվանիան արդեն այսօր հաստատել են, որ բնակիչները սկսել են ստանալ նոյեմբերյան ամսական նպաստները։ Օրինակ Վիսկոնսինում 3 գիշեր ավելի քան 337,000 ընտանիք կեսգիշերից անմիջապես հետո ստացել են $104 միլիոն սննդային օգնություն, իսկ Օրեգոնի աշխատակիցները մինչև լուսաբաց աշխատել են, որպեսզի ապահովեն, որ բոլոր ընտանիքները այսօր կարողանան գնել անհրաժեշտ մթերքներ։ Այլ նահանգներում Նյու Յորքում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Կոնեկտիկուտում նախատեսվում է, որ ամբողջական վճարումները կդառնան հասանելի այս հանգստյան օրերին կամ ամենաուշը երկուշաբթի։ Չնայած դրան, միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են անորոշության մեջ մնալ, չիմանալով, թե երբ կստանան իրենց սննդային օգնությունը, շատերի համար դա սննդի միակ աղբյուրն է։ Իդեպ գրեք մեզ մեկնաբանություններում, թե որ նահանգից եք դիտում եւ արդյոք ձեզ մոտ վերականգնվել են Սնեփ սննդային օգնությունը եւ գումարները փոխանցվել են, թե դեռևս ոչ։ Իսկ մենք շարունակենք, մասնավորապես հենց այս թեմայով Կալիֆոռնիայի նահանգապետի գրասենյակը 3 ուշգիշեր հաղորդագրություն էր տարածել, որ բնակիչները սկսել են կրկին ստանալ իրենց Սնեփ սննդային նպաստները Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ դատական կարևոր հաղթանակից հետո։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ դաշնային դատավորի կայացրած որոշումը վերաբերում է 5.5 միլիոն կալիֆոռնիացիներին, նաև ովքեր նոյեմբեր ամսվա ընթացքում ժամանակավորապես զրկվել էին սննդային օգնությունից կառավարական փակման պատճառով։ Ըստ դատական որոշման գյուղատնտեսության դաշնային վարչությունը պետք է ապահովի 100%-անոց վճարումները եւ Կալիֆոռնիայի շահառուների քարտերի գումարները արդեն սկսվում են հասնել, հնարավորություն տալով ընտանիքներին կրկին ստանալ իրենց անհրաժեշտ սնունդը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարության մեջ նշել է. Կալիֆոռնիան շարունակելու է պայքարել, որպեսզի մեր ընտանիքները կարողանան ստանալ իրենց անհրաժեշտ եւ հասանելի սնունդը։ Դատարանը ճիշտ որոշում կայացրեց, դադարեցնելով Թրամփի վարչակազմի փորձը օգտագործել ամերիկյան քաղաքացիների բարեկեցությունը որպես քաղաքական խաղի գործիք, քանի դեռ նախագահ Թրամփն ինքն է վնասում մեր երկրին իր իսկ առաջացրած ճգնաժամերով, մենք շարունակելու ենք պաշտպանել ամերիկացիներին, ովքեր հայտնվել են այդ կրակի մեջ։ Շատ գոհ եմ դատարանի որոշումից եւ այն փաստից, որ սննդային օգնությունը կրկին սկսում է հասնել Կալիֆոռնիայի ընտանիքներին։ Այսօր արդեն վարչակազմի վերաքննիչ դատարան դիմելուց հետո Նյուսոմի գրասենյակը հերթական հաղորդագրությունը տարածեց նշելով, որ Թրամփը փորձում է կասեցնել միլիոնավոր ամերիկացիների սննդի հասանելիությունը, մինչդեռ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պայքարում է, որպեսզի ընտանիքները չմնան առանց անհրաժեշտ սննդի։ Նյուսոմը այս առիթով գրել էր.
Թրամփի վարչակազմը բառացիորեն դատանում պայքարում է արգելափակելու ամերիկացի ընտանիքների մուտքը սննդի օգնությանը։ Թրամփը չի պայքարում ձեր շահերի համար։ Այսօր ամերիկյան ավիաընկերությունները ստիպված էին կրճատել թռիչքների մոտ 4%-ը 40 խոշոր օդանավականներում անվտանգության մտահոգությունների պատճառով, որոնք առաջացել են կառավարության մասնակիորեն փակ լինելու պատճառով։ Այս կրճատումները, որոնք իրականացվել են Թրամփի վարչակազմի կողմից, պայմանավորված են օդային երթևեկության վերահսկիչների պակասով, ովքեր շարունակում են աշխատել առանց վարձատրության։ Փակման ընթացքում, որն այսօր թևակոխեց 38-րդ օրը։ Թռիչքների կրճատումը սկսվել է առավոտյան ժամը 6-ին արևելյան ժամանակով։ Ավիաընկերությունները ստիպված էին չեղարկել ավելի քան 1000 թռիչք։ Միայն American Airlines-ը հայտնել է, որ իրենց ընկերությունը 12000 ուղևորների թռիչքներ է չեղարկել։ Կրճատումները չեն տարածվում միջազգային թռիչքների վրա, այլ միայն ներքին։ Ըստ նախնական գնահատականների, եթե կառավարությունը չբացվի, ապա թռիչքների կրճատումները կաճեն մինչև 6% երեքշաբթի օրվա դրությամբ եւ կհասնեն 10%-ին նոյեմբերի 14-ի դրությամբ։ Ինչ անել, եթե ձեր թռիչքը չեղարկվել է տրանսպորտի նախարարության կանոններով, եթե ձեր թռիչքը չեղարկվել է, ավիաընկերությունը պարտավոր է անվճար վերագրանցել ձեզ արդեն հաջորդ հասանելի թռիչքի համար։ Եթե դուք այլևս չեք ցանկանում ճանապարհորդել, կարող եք ստանալ ամբողջական գումարի վերադարձ, նույնիսկ եթե տոմսը չվերադարձվող էր։ Սակայն ԱՄՆ ավիաընկերությունները պարտավոր չեն վճարել հավելյալ փոխհատուցում սննդի կամ հյուրանոցային ծախսերի համար, եթե խափանումը կառավարության կամ օդային կառավարման խնդիրներից է, այլ ոչ թե իրենց մեղքով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս տարվա վետերանների օրվա տոնակատարություններն անցնելու են ոչ այնքան հանդիսավորությամբ, որքան ավելի շատ լռությամբ։ Դաշնային կառավարության պատմության ամենաերկար փակման հետևանքով բազմաթիվ միջոցառումներ, ներառյալ շքերթներ, հիշատակի արարողություններ, հանրային միջոցառումներ չեղարկվել կամ կրճատվել են։ Տարիներ շարունակ Կալիֆոռնիայում կամավորները հավաքվում էին Riverside-ի ազգային գերեզմանոցում, որպեսզի դրոշներ տեղադրեին ավելի քան 300,000 վետերանների գերեզմանների մոտ։ Այս տարի այն չի լինելու։ Այնուամենայնիվ, որոշ խոշոր քաղաքներ շարունակում են պլանավորել տոնակատարություններ։ Արլինգտոնի ազգային գերեզմանոցում Վիրջինիա նահանգում կանցկացվի ամենամյա պաշտոնական արարողությունը։ Նյու Յորքում կկայանա ավանդական վետերանների շքերթը, սակայն մյուս վայրերում իրավիճակը նույնը չէ։ Փակման հետևանքները հասել են անգամ ամենասուրբ ազգային տոներից մեկին՝ Veterans Day-ին։ Շատերի համար սա պարզապես արարողությունների չեղարկում չէ։ Սա հիշեցում է այն մասին, թե ինչպես են քաղաքական հակասությունները հարվածում հենց այն մարդկանց, ովքեր մեկ օր երդվեցին պաշտպանել երկիրը անկախ քաղաքականությունից։ Եվ թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր համեղ ու առաջատար գործընկերներին։ Համեղ բնագավառի 3 կարկառու ներկայացուցիչները նաև առաջատարն են իրենց ոլորտներում։ Շնորհակալություն Գերիս Մամբս Բեքերին, Կոզանյան Meat and Liquor Market-ին եւ Cosmo Palace Restaurant and Banquet Hall-ին։ Շատ շնորհակալ ենք։ Լուրերը շարունակենք, Չիկագո տեղափոխվենք, Չիկագոյի մերձակայքում Բրոդվեյի ներգաղթի կալանավորման կենտրոնի առջև այսօր ձերբակալվել են մի խումբ մայրեր, որոնք բողոքում էին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության DHS-ի եւ ներգաղթի ու մաքսային ծառայության ICE գործողությունների դեմ։ Բողոքի ակցիան ուղղված էր հատկապես այն միջադեպին, որը 2 օր առաջ էր տեղի ունեցել նոյեմբերի 5-ին, երբ Չիկագոյի մանկապարտեզներից մեկում ICE աշխատակիցները ներխուժել էին ու ձերբակալել մանկապարտեզի աշխատակցուհու հենց երեխաների ներկայությամբ։ Այդ տեսարանը նկարահանվել էր ու լայնորեն տարածվել սոցիալական ցանցերում, առաջացնելով մեծ դժգոհություն։ Բողոքի կազմակերպիչները, մայրեր եւ համայնքային ակտիվիստներ պահանջում էին դադարեցնել ներգաղթյալների նկատմամբ կիրառվող անմարդկային գործողությունները եւ վերանայել ICE քաղաքականությունը։ Ըստ իրավապաշտպանների վերջին ամիսների ներգաղթի ծառայությունները սկսել են առավել կոշտ միջոցներ կիրառել, այդ թվում ձերբակալություններ կրթական հաստատությունների եւ հանրային վայրերի մոտ։ Ոստիկանությունն այսօր ձերբակալել է առնվազն 14 կանանց, որոնք նստացույց էին անում ICE կենտրոնի մուտքի դիմաց։ Նրանցից շատերը նոր կարգավիճակ ունեցող կանայք էին, ովքեր նշում էին, որ իրենց բողոքը խաղաղ բնույթ է կրում եւ նպատակ ունի ուշադրություն հրավիրել երեխաների հոգեբանական վնասների դեմ, որոնք նման միջադեպների ականատես են դառնում ավելի հաճախ։ Նրանք այժմ ազատ են արձակվել գրավի դիմաց, սակայն հայտարարել են, որ շարունակելու են պայքարը մինչև ներգաղթի համակարգում արդարության եւ մարդասիրական արժեքների վերականգնումը գա։
Ներքին անվտանգության գերատեսչությունը DHS-ը եւ Միգրացիա եւ մաքսային վերահսկողության ծառայությունը այս հայտարարել են, որ աննախադեպ ծրագիր են մեկնարկում։ Իշխանությունները նախատեսում են բացել ազգային զանգերի կենտրոն, որը պետք է օգնի տեղական եւ նահանգային իրավապահներին գտնել առանց ծնողների միգրանտ երեխաների։ Ըստ դաշնային փաստաթղթերի, կենտրոնը կտեղակայվի Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում եւ կաշխատի շուրջօրյա 24/7 ռեժիմով։ Այն նախատեսված է օրական 6-ից 7000 զանգի մշակման համար։ Այսը ցանկանում է, որ կենտրոնը բացվի մինչև մարտի վերջը, իսկ ամբողջությամբ գործարկվի հունիսին։ Կենտրոնի բացումը մաս է կազմում ավելի լայն քաղաքականության ուղղված սահմանների վերահսկողության խստացմանը։ Դրան զուգահեռ այսը հրապարակել է նաև նոր հայտ հազարավոր ձերբակալվածների ամենօրյա տեղափոխման համար հիմնականում Թեքսասի տարածքում, որտեղ նոր օրենքը պարտավորեցնում է բոլոր բանտերին համագործակցել այսի հետ։ ԱՄՆ կառավարությունը անչափահաս միգրանտ երեխա է սահմանում ցանկացած անձի, որը 18 տարեկանից ցածր է, չունի օրինական ներգաղթային կարգավիճակ եւ որի ծնողները կամ խնամակալները Միացյալ Նահանգներում չեն։ Թրամփի վարչակազմը սկսել է ստուգումների շղթա, անդրադառնալով շուրջ 450,000 անչափահասների գործերին, որոնք մտել են երկիր Բայդենի նախագահության օրոք։ Նոր ստուգումները ներառում են ՏՆԹ եւ մատնահետքերի քննություն հովանավորների համար երեխաների անվտանգության նպատակով։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, կամ ինչպես արդեն ընդունված է ասել պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրականացրել է եւս մեկ մահաբեր հարված Կարիբյան ծովում գտնվող մի նավի վրա, որը ըստ նրա զբաղվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ։ Հեքսեթի խոսքով հարվածի հետևանքով սպանվել է նավի անձնակազմի 3 անդամ եւ այսպիսով Թրամփի վարչակազմի Հարավային Ամերիկայի ջրերում իրականացվող ռազմական արշավի զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն է կասոտև ստույգ չէ 69-ի։ Նա հրապարակել է մոտ 20 վայրկյան տևողությամբ տեսանյութ գրելով. Ինչպես ասել ենք նախկինում, նարկոհաբեկիչների նավերի դեմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կողմից ամերիկացիների թունավորումը չի ավարտվել։ Երեք Սենատի հանրապետական մեծամասնությունն էլ մերժել է մի օրինագիծ, որը կսահմանափակեր Թրամփի իրավասությունը հարվածներ հասցնելու Վենեսուելայի տարածքում կամ մոտ ջրերում։ Դեմոկրատներն այս ընթացքում շարունակել են ճնշում գործադրել, որպեսզի կոնգրեսը ստանձնի ավելի ակտիվ դեր Թրամփի Նիկոլաս Մադուրոյի դեմ ուղղված բարձր ռիսկային ռազմական արշավի վերահսկման հարցում, բայց ինչպես տեսնում եք ապարդյուն։ Հեքսեթը Վաշինգտոնում այսօր ելույթի ժամանակ ներկայացրել է Պենտագոնի նոր ռազմավարությունը, ռազմական տեխնիկայի եւ զենքի ձեռքբերման ընթացակարգերի խոշոր ծրագրեր։ Նա ընդգծել է, որ հիմնական նպատակը արագորեն զինամթերքի վերադասավորումն ու ձեռքբերումն է ու մարտական ուժերի մոտեցումն է պատերազմական ռեժիմից բխող պահանջներին։ Նախարարությունը ցանկանում է, որ տեխնոլոգիական լուծումները հնարավոր լինի արագ արտադրել եւ արագ մատակարարել։ Այս փոփոխությունը բխում է նաև ուկրաինական պատերազմում տիրող իրավիճակից, որտեղ զանգվածային եւ արագ պատրաստվող անօթաչուները մեծ դեր են խաղում։ Պենտագոնը պատրաստվում է նվազեցնել կախվածությունը ավանդական խոշոր պաշտպանական զինատեսակներից։ Փոփոխությունները նախատեսում են նաև փոխանակման ծրագրեր, որը կարող է խթանել ամերիկյան զենքի արտահանումը դաշնակից երկրներ, նրանց կարողություն տալով ավելի շուտ զինվել, նաև ստանալով դրա դիմաց անօթաչուներ եւ այլ միջոցներ։ Փորձագետների մի մասը ողջունում է արագացման նախաձեռնությունը, նշելով, որ այն կարող է ամրապնդել ռազմական պատրաստվածությունը եւ արագ արձագանքել նոր սպառնալիքների։ Մյուսներն էլ խոսում են ռիսկերից, որոնք կապված են թափանցիկության նվազման, մրցակցային պահանջների ճկունության եւ նոր մատակարարների ֆինանսական ու կառավարման հստակ տեսանելիության պակասի մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Նրանք նպատակ ունեին ամեն դեպքում նոր էջ բացել ամերիկա-հունգարական հարաբերություններում, ինչպես Օրբանն է նշել, որ դրանք սառել էին նախկինում։ Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության, էներգետիկայի, միգրացիոն քաղաքականության, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմին վերաբերող հարցեր։ Հանդիպման սկզբում Թրամփը ընդգծել է Օրբանի ղեկավարած Հունգարիայի տնտեսական կայունությունը եւ ներքին անվտանգության մակարդակը, ասելով, որ երկիրը հաջողակ եւ խաղաղ պետություն է առանց հանցագործության բարձր ցուցանիշների։ Նա նշել է նաև, որ իր վարչակազմը ձգտում է ամրապնդել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային ինքնությունը եւ հետևում պահպանողական արժեքներին։ Օրբանն էլ իր հերթին շեշտել է, որ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հնարավորություն է տալիս վերականգնել այն համագործակցության մակարդակը, որը ըստ նրա վնասվել էր նախորդ վարչակազմի օրոք։ Վարչապետը խոսել է ոսկե դարաշրջան բացելու անհրաժեշտության մասին, ընդգծելով տնտեսական, ռազմական եւ քաղաքական փոխգործակցության խորացման պատրաստակամությունը։ Հանդիպման առանցքում եղել է Ուկրաինայի պատերազմը։ Թրամփն ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը ոչ միայն աղետալի է Ուկրաինայի, այլև Ռուսաստանի համար։ Նա վստահեցրել է, որ իր վարչակազմը մոտ է սակայն պատերազմն ավարտելու ճանապարհ գտնելուն։
Օրբանն իր հերթին ընդգծել է, որ այժմ միայն Միացյալ Նահանգներն ու Հունգարիան են հանդես գալիս խաղաղության կողմնակից դիրքերից, քանի որ այս երկու երկրները պատրաստ են գործնական քայլերի պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Նրա խոսքով Եվրոպայի մեծ մասը շարունակում է պատերազմը, քանի որ սխալ պատկերացում ունի Ուկրաինայի հնարավորությունների մասին, հավատալով, թե պաշտոնական Կիևը կարող է հաղթել Ռուսաստանին ռազմական ճանապարհով։ Թրամփի ճշտող հարցին, թե Օրբանը նկատի ունի, որ Ուկրաինան չի հաղթի պատերազմը, Օրբանն ասել է, հրաշքներ երբեմն լինում են։ Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ առանց ԱՄՆ-ի խաղաղարար նախաձեռնությունների եվրոպական մայրցամաքը ավելի կխրվի հակաբարտության մեջ։ Նա շեշտել է, որ Բրյուսելի մոտեցումը շարունակել զինել Ուկրաինան առանց հստակ ռազմավարական ելքի վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ Թրամփը եւ Օրբանը ընդգծել են, որ խաղաղության հաստատումը պետք է լինի առանց նոր տարածքային պահանջների կամ արտաքին ճնշման, հիմնվելով բանակցությունների եւ փոխադարձ հարգանքի վրա։ Օրբանը նաև նշել է, որ Հունգարիան պատրաստ է հանդես գալ որպես կամուրջ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, քանի որ նրա համոզմամբ միայն դիվանագիտական ուղին կարող է կանխել պատերազմի ընդլայնումը։ Եվ վերջին լուրը Թեսլայի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ստացել է բաժնետերերի համաձայնությունը պատմության մեջ երբևէ հաստատված ամենամեծ կորպորատիվ վարձատրության փաթեթի համար։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ներդրողները հաստատել են Մասկի ծրագիրը, փոխակերպելու էլեկտրական ավտոմեքենաների արտադրող Թեսլան արհեստական բանականության եւ ռոբոտաշինության հսկայի։ Այս քվեարկությունը վճռական նշանակություն ուներ Թեսլայի ապագայի եւ շուկայական արժեքի համար, որը հիմնված է Մասկի տեսլականի վրա։ Թեև նրա ծայրահեղ աճ քաղաքական հայտարարությունները վնասել էին Թեսլայի բրենդին այս տարի, Մասկը առաջիկա տասնամյակում կարող է ստանալ մինչև $1 տրիլիոն բաժնետոմսեր, որոնցից մոտ 878 միլիարդ դոլարը կմնա իր մաքուր եկամուտը հարկային վճարումներից հետո։ Ավելի ուշ Մասկը բարձրացրել է BM Թեսլայի Օստին քաղաքում կայացած ընկերության տարեկան ժողովի ընթացքում ուղեկցությամբ պարող ռոբոտներով։ Ըստ Մասկի, իր հաջորդ տասնամյակի հիմնական նպատակներն են տարեկան 20 միլիոն ավտոմեքենայի արտադրություն, առնվազն 1 միլիոն ռոբոտ տաքսիի շահագործում, 1 միլիոն ռոբոտի վաճառք եւ մինչև $400 միլիարդ մաքուր շահույթ։ Նա նշել է, որ տեսնում է միայն մեկ տարբերակ՝ կառուցել իսկապես հսկայական տեխնոլոգիական կայսրություն։ Մասկի վարձատրությունը, սակայն, պայմանավորված է Տեսլայի բաժնետոմսերի շուկայական արժեքով, այնքան էլ հեշտ չի ամեն ինչ։ Նա կարող է ստանալ ամբողջ փաթեթը միայն այն դեպքում, եթե Տեսլայի շուկայական կապիտալիզացիան աճի ներկայիս $1.5 տրիլիոն մինչև 2 տրիլիոնի, այնուհետև մինչև $8.5 տրիլիոն։ Յուրաքանչյուր փուլ, որը ներառում է նաև օպերացիոն նպատակ եւ շուկայական արժեքի նշաձող, Մասկին ապահովելու է բաժնետոմսերի 1% ընդամենը։ Եթե նա իրականացնի բոլոր նպատակները, կստանա մոտավորապես 12% բաժնետոմսեր, համարժեք մոտ $1 տրիլիոն։ Ահա սա է նախապայմանը եւ Մասկի գործողությունների շղթան։ Մի շարք խոշոր ներդրողներ դեմ էին այս պլանին, պնդելով, որ նման չափի վարձատրությունը կարող է նվազեցնել բաժնետերերի ընդհանուր շահույթը, սակայն Թեսլայի տնօրենների խորհուրդը նախազգուշացրել էր, որ եթե այս փաթեթը չհաստատվի, Մասկը կարող է լքել ընկերությունը։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, բայց մի անտեսեք մեր ալիքին բաժանորդագրվելու եւ մեզ աջակցելու ձեր փոքրիկ հնարավորությունը եւ անպայման լայքել է պետք բոլոր տեսանյութերը։ Եթե նույնիսկ դա չանեք էլ, միևնույն է, վերջում հավելելու եմ։ Առողջ եղեք։